մինչև մեր բողոքի ակցիա, որի ժամանակ քաղաքացիական հասարակությունը առաջ քաշեց մի շարք պահանջներ, որոնց թվում էին, ես հիմա կհիշեցնեմ ձեզ, արդարացնել Հայ ազգային կոնգրեսի 4 ակտիվիստներին, Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին, Տիգրան Արաքելյանին և Սարգիս Գևորգյանին, երկրորդ պահանջներ ազատ արձակել Տիգրան Արաքելյանին, երրորդ պահանջը, որը փաստորեն համարվել է ամենաայսպես կոչված անշարը և կարճվել է, չի կարճվել? Կարճվել է։ Դա ՀԱԿ մյուս 3 ակտիվիստների, դա Վահագն Գևորգյանի, Սահակ Մուրադյանի և Արեգ Գևորգյանի նկատմամբ հարուցված քրեական գործներ, որը շուրջ մի տարի փաստորեն թխում էին և չէին կարողանում ի վերջո թխել և համարելով, որ 5 պահանջներից ամենաայսպես ասած անշարն է և ամենակատարվելու ենթական, նրանք բավարարել են քաղաքացիական հանրության ընդամենը այս մեկ պահանջը, որը մենք բավարար չենք համարում բոլորովին։ Չորրորդ պահանջներ պատժել երիտասարդների և նրանց փաստաբանների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին և 5-րդ պահանջն է պատասխանատվության ենթարկել կեղծ ցուցմունքներ տված ոստիկանության ծառայողներին, կեղծ ցուցմունքի կրճություն կատարած պաշտոնատար անձանց։ Մեր բողոքի ձայնը չի լռում արդեն քանի շաբաթ, արդեն մոտ 1 ամիս շուտով կլինի, և մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի այս բոլոր պահանջները կատարվեն։ Ես մի փոքր ուզում եմ անդրադառնալ դատաիրավական համակարգի բոլոր խեղաթյուրումներին և կատար գործունեությանը, որը սկիզբ է առել շատ ավելի վաղուց այս հանցավոր իշխանությունների իշխանության գալու, բռնություններով իշխանության գալու պահից ի վեր։ Ուզում եմ հիշեցնել, որ մինչ այժմ մարտի 1-ի գործը չի բացահայտված 10 սպանությունների գործը և անգամ կիսամյակային զեկույցի ընթացքում որևէ անդրադարձ չկա, թե ինչ փուլում է գտնվում մարտի 1-ի հետաքննությունը։ Ուզում եմ հիշեցնել ընդամենը շատ օրեր առաջ տեղի ունեցող, 1 ամիս առաջ տեղի ունեցած այդ սարսափելի սպանությունը, հարսնակարում տեղի ունեցած դաժան ծեծի արդյունքում, որի հետևանքով մահվան դեպք գրանցվեց Վահե Ավետյանի։ Մենք ընդամենը 3 ոստիկանության առջև կազմակերպել էինք ակցիա, պահանջելով, որպեսզի նախաքննության մարմինը երկարացնի փաստաբաններին տրված ժամկետը ծանոթանալու քրեական գործի բոլոր մանրամասներին։ Պատկերացրեք, հարգելի քաղաքացիներ, որ ընդամենը 1 օր է տրամադրված եղել փաստաբաններին, որպեսզի նրանք ծանոթանան 3 հատորանոց նախաքննության անցկացրած այդ գործին և 3 նրանք ներկայացրեցին ոստիկանություն իրենց միջնորդությունը, որպեսզի երկարաձգվի ժամկետը և 1 ամիս ժամանակ տրվի։ Այսօր մենք իմացանք, որ մերժվել է նրանց միջնորդությունը, այսինքն մենք տեսնում ենք, որ այս ամբողջ օրինապահ համակարգը ծառայեցվելով քաղաքական իշխանությանը զբաղված է բոլոր աղմկոտ գործերի կոծկմամբ և ծառայում է քաղաքական իշխանության վերարտադրությանն ու պահպանմանը։ Փոխարենը դատարաններ են ուղղորդվում բոլորովին անմեղ մեր 4 ակտիվիստները, երիտասարդները, և մենք այժմ և ամեն օր շարունակելու ենք հետամուտ լինել, որպեսզի քաղաքացիական հանրության պահանջները կատարվեն, արդարացվեն 4 ակտիվիստները, ազատ արձակվի Տիգրան Արաքելյանը և պատժվեն այն մեղավորները, որոնք դրդել են այս ամբողջ գործը կազմակերպելուն, սարքելուն և հասցնելուն դատական վարույթ։ Ազատություն! 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 Մենք ստացել ենք Արեգ Գևորգյանի, Վահագն Գևորգյանի և Սահակ Մուրադյանի մասով քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը և տպավորություն է ստացվել, երբ որ կարդում ենք այս որոշում կոչվածը, քննիչ Մինասյան, տպավորություն է ստեղծվում, որ խոսքը գնացել է մի հատ փուճուրիկ միջադեպի մասին, այդ գործը չի քննվել, եղել է ասեն, թե ինչ-որ մի հատ փուճուր զեկուցագիր կամ փուճուրիկ ցուցմունք ու քննիչը գտել է, որ ապացույցները բավարար չեն, որպեսզի այդ գործով առաջադրված մեղադրանքով կազմվի եզրակացություն և այն գնա դատարան։ Ընդամենը 6 տողանոց պատճառաբանություն է կազմված այն նույն պատմության համար, ինչի համար մեր տղաները դատապարտվել են ազատազրկման 2-ից 6 տարի ժամանակով։
ես ուղղակի միտող կարդում եմ այս որոշում կոչվածից։ Ինչ վերաբերվում է Գևորգյանի Արեգ Վահագն, Գևորգյանների Իսահակ Մուրադյաններին, ապա խուլիգանություն կատարելու եւ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերին, նրանց մասնակցության, նրանց յուրաքանչյուրի գործողությունների անհատականացման եւ հասարակական կարգի կոպիտ խախտման վերաբերյալ, նրանց ուղղակի դիտավորություն ունենալու վերաբերյալ գործով բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել։ Այս նույն տղաների նկատմամբ ցուցմունքներ են տվել նույն այն ծախու ոստիկանները ու դուժող կոչվածները, որոնք ցուցմունք էին տալիս նաև մյուս 4-ի նկատմամբ։ Ընդ որում տղաների նկատմամբ ցուցմունքներ տվել են նաև դատական քննության ընթացքում։ Այս ինչ է նշանակում։ Այս մի բան, ընդամենը մի բան, նշանակում է, որ բոլոր այդ ցուցմունքները եղել են կեղծ, եղել են շինծու, եղել են թելադրված եւ մի դեպքում դատարանը հանցագործություն կատարելով արդարադատության դեմ, մի դեպքում դրանք համարել է որպես ապացույց, մյուս դեպքում դրանք չի համարել որպես արժանահավատ ապացույց։ Մի բառով ասած, սա քաղաքական որոշում է, ոչ թե քրեական հետապնդում դադարեցնելու որոշում, սա քաղաքական որոշում է, սա ուղղակի փաստ է, որ կատարվել է հանցագործություն արդարադատության դեմ, սա ուղղակի փաստ է, որ Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանը եւ Դավիթ Կիրամիջյանը ազատազրկման են դատապարտվել Բաղրամյան 26-ից իջեցված հրահանգով։ Այս շենքում աշխատող, իբրև թե աշխատող մարդիկ իրավունք չունեն գտնվելու այս շենքում։ Նրանք ավելի վատն են, քան կամակատարները։ Նրանք անգրագետ որոշումներով, ինչպես դատարանում նստած դատարանը, անգրագետ որոշումներով կարողանում են, փաստորեն ազդում են մարդկանց ճակատագրի վրա։ Սա մի փոքրիկ օրինակ էր վերջի 5 տարիների ընթացքում այս շենքում այսօր աշխատող ուրեմն այդ մարդկանց կատարած հանցագործություններից մի փոքրիկ դրվագ։ Մեր պահանջը արդարացի է, մեր պահանջը իրավական է եւ մի պահանջ մենք այսօր ունենք, պետք է բոլոր տղաները, բոլոր 7-ը արդարացվեն հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ եւ այդ որոշումը պետք է ունենա իր իրավական հետևանքները։ Բոլոր այն ոստիկանները, ովքեր որ կեղծ ցուցմունք են տվել, պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության եւ այն պաշտոնատար անձինք, ովքեր կատարել են կեղծ ցուցմունք տալուն դրդություն, պիտի կրեն իրենց պատիժը։ Ազատություն! Ազատություն! Ազատություն!